Հանդիպում Հանրապետության դատախազ Աղվան Հովսեփյանի հետ այս պահանջով այսօր դատախազության դիմաց հավաքվել էին Կենցաղային քիմիայի գործարանի փոքր բաժնետերերը։ Ակցիան հիմնականում ներկայացնում ենք Հանրապետության գլխավոր դատախազին, պահանջելով այլևս մեր ներկայացած դիմում բողոքները չներկայացնել Շինգավիթի վարչական տարածքի դատախազին, որովհետև նրանք արջի ծառայություն են մատուցում Կենցաղային քիմիայի գործարանի օլիգարխներին, գող ավազակներին։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենք բազմիցս դատախազությանը տեղեկացրել են իրենց գործարանում տեղի ունեցող կոռուպցիոն երևույթների մասին, սակայն արձագանք չկա։ Երկրորդ անգամն է Հանրապետության դատախազության դիմաց, ոչ մեկը դուրս չի գալիս, մեզնից փաստաթուղթ չի վերցնում։ Ռեմյուր Աղաջանյանը 30 տարի աշխատել է Կենցաղային քիմիայի գործարանում, որտեղ 1 միլիոն դրամի բաժնետոմս ունի։ 1995 թվականից մինչև օրս ինչպես ինքն, այնպես էլ մյուս աշխատակիցները ոչինչ չեն ստացել իրենց բաժնետոմսերի դիմաց։ Մի հատ պատ չկա, որ այս ձեռի մեխը մտածելներ, բայց այսօր որը ես անգործ մանեմ գալի, սպասում եմ, որ իմ աշխատակ փողը պետք է տան։ Անտեր ենք մենք։ Ժողովուրդը մենակ ես չէ։ Բոլոր են մարդիկ իմ նմանները, բոլորը անտեր են։ Գործարանի սեփականաշնորհվելուց հետո նախկին աշխատակիցներն ու բաժնետերերը որևէ կերպ չեն կարողանում հանդիպել տնօրեն Կարեն Խաչատրյանի հետ։ Իրենց խաբված համարող բաժնետերերի ունեցած տվյալներով տնօրենի անօրինականությունները հովանավորում է հենց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Հարգարժան պարոն Աղվան Հովսեփյան, ձեզ խնդրում ենք, բարի եղեք մեզ լսել, մեր պահանջները բավարարեք։ Ինչ որ կերան հերիք արդեն, հələ չեն կշտացել։ Լուսինե Ղազարյան, Սևակ Մեսրոպյան, IPF։